Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV-ի եթերում աշխատանքը սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է հաճելի թողարկում երաժշտական նորություններով լի եւ ամենակարևորը շատ սպասված հյուրն են, բայց րոպեներ անց, որովհետեւ այս պայն մեծագույն սիրով պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին, լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր հերոսը րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսք կիմանաք հենց հիմա։ Անծանոթ երկու սրտեր պահեցին մի երազանք նույն վարքյանին էր սիրո մասին էր երկնքից եկավ նամակ գիշերով ծերարը փակ հասցնել նույնն էր իմ ու քո անունն էր մեր հանդիպման համար խառնվել է տես երկինքն իրար Երևի արդեն գրված էր, մեր կինոն էլ նկարված էր, հեռու միտեղ, մեր սիրո գինի լցված էր, հանդիպման ժամը դրված էր, ու 100,000 տարի, թող որ սերը մեր ապրի, չդադարի էլ հաղթի դարին էլ Օքիս կես պաթատված Կո համբույրից էլի արփած Անհանարին էլ Պիտի անցնի դեր Մեր հանդիպման համար Խառնվել է տես երկինքն իրար Հեռու միտեղ Երևի արդեն գրված էր Մեր կինոն էլ նկարված էր հեռու միտեղ Մեր սիրո գինի լցված էր հանդիպման ժամը դրված էր Արդեն գրված էր, մեր կինոն էլ նկարված էր, հեռու միտեղ Մեր սիրո գինի լցված էր, հանդիպման ժամը դրված էր, հեռու միտեղ Երևի արդեն գրված էր, մեր կինոն էլ նկարված էր, հեռու միտեղ Մեր սիրո գինի լցված էր, հանդիպման ժամը դրված էր Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, իմ գործընկերներ առավել եւս ձայնը բարձրացրել են, որովհետեւ արդեն հասկացել են տեսահոլովակից, որ մեծագույն սիրով տաղավարում հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը Ռաֆի Ալթունյանին, որը վստահ կարող եմ ասել ունի ասելիք։ Ռաֆ ջան, ողջույն, բարի գալուստ։ Այսօր տեսքդ շատ լավ է։ Հատուկ եմ պատրաստվել։ Ինչ հաճելի է։ Իսկ ընդհանրապես ո՞նց ես եւ գործերդ ո՞նց է։ Լավ եմ, փառք Աստծո։ Աշխատանքային տворческий կյանքով
բայց ոնց որ մի տեսակ տարին հələ չի ավարտվել, բայց կոմոդ են որ բուրը ստեղծագործական վիճակը այն էլ անհատական։ Պրոֆին չկա։ Ինչ է, բայց ես տենց շատ հաճախ սոլնի երգեր չեմ Բայց հիմա ոնց որ մի քիչ լավ է։ Դե, եթե նկատել ես շատ լավ է, բայց էլի եմ ասում, ես ավելի շատ ինձ համարում եմ հեղինակ կատարող, քանց թե Հասկացա։ Բայց Ռավլիհունում է գործ, որ գրում ես։ Գալիս է մտքիդ գրել ես, բայց ասում ես չես իմնա։ հայարք ես երգ։ Տենց է եղել։ Իսկ մարդեն ես ճանաչում եմ իրան։ Իսկ Ռավ շատ է եղել, որ իսկապես ուրիշի համար հատուկ պատվեր գրված է եղել, բայց չես տվել իրան։ Դե եթե անուն չենք տալու, ուրեմն եղել է իհարկե։ Չի կարող, այսպես ասած, մոսա ունեցող մարդու մոտ նենց լավ գործ չկա, որ ասես սա իմն է։ Շատ լավ է։ Իսկ տարին ո՞նց ենք պատրաստվում ամփոփել, մինչև նոր թեմային անցնելը։ Դե ես կարծում եմ, որ սա Երևան երգը այս տարվա վերջին իմ երգն է, իմ կյանքի չէ այս տարվա, էլի։ Վերջին երգն է ու երևի կլինի նաև կունենամ նաև մի ելույթ տարվա երգ մրցանակաբար աշխարհցանը, որը մի քանի օրից է, նույն այս երգով հանդես եմ գալու եւ մի քանի երգեր եւս կարծում կհասցնենք մինչեւ տարվա վերջ հերարձակել, այսինքն հանձնել հեռուստադիտողի դատին այլ արտիստների կատարմամբ։ Օրինակ, ում սպասեմ, ում զանգին սպասեմ։ Պետք է անուններ տամ, բա որ չհասցնենք։ Դե բայց կուզենայի իմանալ ում համար ես գրել երգ։ Ես երգ։ դա առանձին կասեմ։ Շատ լավ։ Դե ուրեմն նոր գործից խոսենք, որը ոնց հասկացա տարվա երգ մրցանակաբաշխության ժամանակ պետք է հնչի։ Այո։ Դե պատմիր ինձ։ Դա Երևանն է, որ նոր եղել է պրեմիերան երգի, նաև այսօր կարծում քո հաղորդման շրջանակներում կդիտենք Երևանն է, մեր քաղաքի մասին նվիրված հատուկ ինչ որ Երևանի տոնին չէր, ես ավելի ուշ սարքեցի այդ երգը, նկարել ենք օպերայում գեղեցիկ օրկեստրի հետ միասին, կարծում ստացված գեղեցիկ երգ է ու առասարակ կարծում Երևանի մասին բոլոր երգերն են գեղեցիկ, քանի որ մենք մեր քաղաքը շատ ենք սիրում, այդ նենց թեմա է, որ հաստատ մեր բոլորի սրտին հոգի հարազատ է։ Երևանի մասին երգերը երբեք, այսպես ասած, շատ չեն լինում։ Քո թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան։ Ոնց ասեք։ Այնպես որ հարգարժան երևանցիներ եւ Երևանը կարոտող հեռուստադիտողներ հատուկ ձեզ համար տեսահոլովակ հեղինակի ինձ մոտ տաղավարում է, վայելում ենք վերադառնում ենք տաղավար։ Չեն հերիքի խոսքեր, որ ես քեզ պատմեմ, որքան մեծ է սերը իմ ու քո Մեկ ուզում եմ քեզ այնպես ամուր գրկել Իմ Երևան քաղաքն ես դու սիրո Մանկության իմ հուշերի գրքում դու կաս Չեմ զգացել երբեք քեզնից սիրո պակաս Մեծացել եմ ես քեզ հետ ու քո գրքում Քո անունը միշտ ապրում է իմ սրտում Երևան, ես քեզ այնպես կգրկեի Երևան, սիրահարված մեր սրտերի Երևան, դու ամենամեր սիրելի Երևան Երևան, ես քեզ այնպես կգրկեի Երևան, սիրահարված մեր սրտերի Երևան դու ամենամեր սիրելի Երևան Սերս առաջին քո թաղերում գտա Ալբոմից բացված մեր տամբակում Քեզ հետ ես ունեմ անցյալ ունեմ ներկա Ընկերներով քեզնից ենք միշտ պատմում Գիտեմ ոչ մի օր դու ինձ չես մոռացել Օրերում կյանքիս իմ Երևան Միշտ էլ իմ առջև սրտի դուռն ես բացել Որ ես քո գրկում ապրեմ քեզ հետ մնամ Երևան ես քեզ այնպես կգրկեի
Երևան սիրահարված մեր սրտերի Երևան դու ամենամեր սիրելի Երևան Երևան ես քեզ այնպես կգրկեի Երևան սիրահարված մեր սրտերի Երևան դու ամենամեր սիրելի Կգրկեի Երևան սիրահարված մեր սրտերին Երևան դու ամենամեր սիրելի Երևան Դե ինչ 21 TV-ի եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա Ռաֆի Ալթունյանը հեղինակադրող ինձ մոտ տաղավարում է եւ ես շատ երևանցիների անունից էլ կարող եմ ասել, որ այս տեսահոլովակը բազմիցս կարող եք դիտել մեր հեռուստաընկերության եթերում, առավելևս իմ ծրագրի շրջանակներում, որովհետեւ թեմատիկ երգերի համար ես խենթանում եմ։ Դա չեմ ասում, որ տատի պապի մասին գրված այդ երգերը շատ տեսակ կոմերցիան շատ է, բայց այս թեման ինձ համար շատ հաճելի է։ Ես գիտեմ շատ երգիչների, Ռաֆ, որ տենց ամբողջ օրը նստած են երգահաներ էջերում ու րոպե սպասում են, թե դուք ինչ երգ եք հեռարձակելու ցույց տալու, որպեսզի հաջորդ օրը այդ երգը իրենց ձևաչափով արդեն հայտնվի ռեստորանային համալիրներում եւ ակումբներում։ Կովեր տարբերակով։ Այո։ Հա։ Իսկ դու գիտես, որ արդեն մի քանի օրվա ծնունդ է, չէ՞, եթե չեմ սխալվում այս երգը։ Մի քանի օր չէ, բայց արդեն մյուզիկ հոլերում հնչում է։ Հա։ Շատ ուրախ եմ, չգիտեի ճիշտ ասած, Այո։ բայց ուրախ եմ, եթե Ես քեզ խոստանում եմ ուղարկել լսես։ Որովհետև ասել քեզ ինքը կոմերցիոն թեմա չի, բայց եթե կա այդպիսի բան, ապա ես միայն ուրախ եմ։ Այն որ առիթների ժամանակ սկիզբ կա է, բարով տեսանք է, չէ, որ մարդիկ նստած նոր սկսում են իրancs հետ շփվել, կամ ինչ-որ թեմա լինում, կամ թեկուս ակումբներում էլ, հավատա հենց այսպիսի երգերն էլ հնչում են։ Եվ սա հենց այդ օրն եմ լսել, դրա համար եմ ասած հանգիստ վստահ ասում էլ, որ լսել եմ այս։ Ես ականատես եղել եմ դրա, օրինակ մի քանի անգամ եղել եմ տարբեր առիթների ու հիմա անուններ չեմ տա ռեստորանային համալիրների, որպեսզի գովազ չհնչի։ Ես եղել եմ ու զարմացել եմ իսկապես, որ հենց սկզբից եղել է Բաբաջանյան, Օրբելյան, այսպիսի գեղեցիկ երաժշտություն հնչել բեմից ու իսկապես այդ երաժշտությունը եւս եղել է պատճառ, որպեսզի ավելի մեծ սիրով շարունակես խնջույքը ու ներկա գտնվես այդ միջոցառմանը, որպեսզի վայելես այդ գեղեցիկ։ Այն որ սկզբից էլ ասում ես, չէ, փաստորեն բավական էլ ճաշակով տեղ ենք եկել եւ լավ երաժշտություն։ Որտեվ ասա որ երաժշտությունը շատ մեծ կապ ունի։ Օրինակ նույն հակառակը կարամ ասեմ, տեղեր ես գնում, որ վատ երաժշտությունը հնչում, չես ուզում մի րոպե ավել մնաս։ Հատկապես ինձ մոտ ինձ այդ թեման կա, չէ՞։ Հա, հաստատ։ Իսկ կա որ թամադեն դուրը չի գալիս, նեղվում ես։ Անկեղծ։ Չէ, դե թամադան դուրս գալը մի քիչ սխալ է հնչում, որ թամադան։ Դե բուզ լինում են որ դե շատ ես հոգնածնում են էլի։ Դե նայած ինչքան ես իրան լսում։ Հա։ Կարաս քեզ անջատես ու չես։ Չէ, եթե դե բնականաբար եթե ինտելեկտով է, եթե լավն է, եթե խոսքը սիրուն է, գեղեցիկ է խոսքը, իհարկե հաճելի է լսել։ Վերջացավ։ Իսկ ամփոփման համար ավարտին Պարոն Ալթունյան, ես ես համար ունեմ բլից հարցեր։ Ձեր ճաշակ ուզում եմ թելադրենք նաև եթերում տեսնենք ինչ ճաշակիտեր եք։ Պատրաստ եք։ Երկար չմտածես Ռաֆ։ Գնացինք։ Առավոտյան սուրճ, թե երեկոյան թեյ։ Ոչեն են։ Լուրջ ես ոս։ Բացայտումներ եմ անելու։ Նախաճաշ անկողնում, թե երեկոյան մոմերի տակ ընթրիք։ Երեկոյան մոմերի տակ ընթրիք, հա։ Բայց ես վստահ եմ, որ նախաճաշը կսիրես անկողնում։ Չէ, դե նախաճաշը ինձ թվում է միակ բանը չի, որ անկողնում պետք է սիրել։ Շատ լավ։ Սպորտային հագուստ, թե երեկոյան։ Երեկոյան։ Նախընտրած ուտեստ ունես։ Ծովամթերք։ Լավ, իսկ խմիչք։ Գինի սպիտակ։
Ինչ ես Որտեղ ողել եմ շատ սիրում։ Մտածում եմ որն եմ ավելի շատ սիրում։ Նախընտրած կենաց Ռաֆ։ Կենաց, ընկերների կենաց։ Ապրես։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Իմ տխրության, Իսկ երբ տխուր ես լինում, ինչ ես անում։ մտահոգության ավելի շատ տխրության չէ, իմ մտահոգությունների։ Իսկ երբ տխուր ես լինում, ինչ ես անում։ Աչու ծաղկռիվ ես անում։ Նվագում եմ։ Լուրջ ես ասում։ Իսկ ինչ ես նվագում այդ բային։ Ինչ սիրտս ուզի։ Շատ լավ։ Կա մի բան, որ երբեք չես անի։ Հա, Չենք բարձրաձայնում։ կարամ բարձրացնեմ, ընկերներից երբեք չեմ դավաճանում։ Լավ, իսկ ինչից ես դու վախենում։ Աստծուց։ Ես էլ։ Կինո թե ներկայացում։ Երկուսն էլ։ Ով է կյանքիդ հերոսը։ Չունեմ ես տենց մարդ։ Շատ լավ։ Ինչի երբեք չես ների։ Դավաճանությունը։ Մայրաքաղաքում նախընտրած անկյուն ունես։ Կասկադն եմ շատ սիրում։ Շատ լավ։ Քո ամենաուժեղ կողմը։ Կամեցողությունը։ Ես ինձ կամեցող մարդ եմ համարում, հատկապես իմ ընկերներին հաստատ։ Շատ լավ։ Իսկ հավատում ես քո երազներին։ Դե եթե իմ սրտով է, Դե նոխոզ գուշացնող երազներ չեն լինում։ դե լինում են, բայց այդպես ուշադրություն չեմ դարձնում։ Իսկ Աստծո հետ շփվում ես։ Ինչպես ամեն հայ քրիստոնյա։ Դե մի քիչ Աստծուց հիմա շատ ենք հեռացել դրա համար։ Իսկ ավելի շատ խնդրում ես, թե շնորհակալ ես լինում։ Երկուսն էլ։ Շատ լավ։ Լսում ես քո ներքին ձայնին, Ռավ։ Համարյա միշտ։ Օգնում է։ Ինագդա։ Այստեղ փոքր Ռավ կա, հետդ կռվում է։ Դե հա, ինչ որ հարցերում հա։ Ով է հաղթում։ Համես համինքը։ Շատ լավ։ Իսկ կա մարդ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Մայրս։ Հիանալի է։ Բոքս թե շախմատ, Բոքս։ ձկնորսություն, թե կարող ես դու ավելացնել։ Նախընտրած։ Ինչ կուզում։ Ձկնորսություն կա քո մտքի մեջ ընդհանրապես։ Դե գնացել եմ երկու անգամ փոքր ժամանակ օրեղբայրս տարել եմ, բայց ասեմ այդպես հասեր ունեմ, ավելի շատ որսորդություն երևի։ Իսկ խորոված անելը։ Ոյ, իհարկե։ Դե ես այդ թեյի հետ էի, էլի, ուզում եմ դու ասել։ Բայց ձկնորսություն նորմալ ձկնորսության մասին է խոսքը, էլի, որ տնեցիկին չեք ասում, գնում ենք ձկնորսության կանանց, բայց ուրիշ տեղ գնում։ Նորմալ ձկնորսության մասին է Ես խոսքը։ հասկացա։ Շատ լավ։ Իսկ հաճախակի Ռաֆը սեր խոստովանում։ Կարևոր չէ ինչ որ։ Միշտ։ Իմ սիրած մարդկանց միշտ։ Ասեմ, որ ինձ շատ եմ սիրում։ Ուզում հենց դա լսել։ Ասում ես, որ ես քեզ սիրում եմ։ Հա, շատ եմ ասում։ Շատ լավ։ Դե մարդը չի սիրում Չէ, արտահայտել։ ես իմ հարազատ մարդկանց իմ ընկերները միշտ էլ ասում, որ ես իրաց շատ եմ սիրում։ Իսկ TV թե ռադիո։ Դե երկուսն էլ։ Մեքենայի մեջ ինչ երաժշտություն ես լսում։ Ալեխանդրո Սանզ։ Լուրջ ես ասում։ Իսկ չի փոփոխվում։ Մեկ Լուիս Միգել։ Բայց մենք ունենք օրվա հոբելյարներ։ Շնորհավոր ենք իրենց։ Շնորհավորիր։ Տեսախցիկը քոնն է։ Ես քանի որ չեմ ճանաչում իրենց, չեմ կարող այդ։ Ես Գլոբալ։ Սեմ մարդկանց ճանաչելով իրենց բարեմաղթանքներ ասել, բայց կարող եմ շնորհավորել։ Ես առասարակ իրենք բնականաբար մեր ազգի ներկայացուցիչներն հայեր են, ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը, իմ հայ ազգը լավ ապրի, առողջ լինի, տխրություն չտեսնի, չգիտեմ, ներողամիտ լինեն, մեկը մյուսին զիջեն ու բարի լինեն, ինչ ասեմ, տենց ու լիքը փող ունենան։ Հա, առողջ եւ փողով։ Հա։ Կա տենց բան։ Աստծոն էլ այդ ամենակարևորը։ Իսկ ես շնորհակալ եմ իմ ընկերոջը, որ ինձ մոտ տաղավարում է։ Ես շնորհակալ եմ, որ դու անդավաճան ես։ Ճիշտ է, ձայնս ամբողջ տաղավարով կբարձրանա, երբ որ իմանամ դու ինձ դավաճանել ես ու տեսահոլովակը ուրիշն է առաջինը ներկայացել, բայց կներեք, հարգարժան գոլեգաներ, էգոիզմը ինձ մոտ տարեց տարի մեծանում է, այնպես որ ես սիրում առաջինը։ Ես էլ շնորհակալ եմ քո կամեցողության համար ու ես շատ ուշադիր եմ, թե դու ինչքան ես ուշադիր քո բոլոր ընկերների նկատմամբ, դա շատ մեծ արժեք է Զինա ջան, որ դու ոչ մեկին չես մոռանում ու յուրաքանչյուրի աշխատանքը գնահատում ես, լուսաբանում ես, մեծարում ես իրենց, դա իսկապես մեծ պատիվ է մեզ համար, մերսի ցավը տանեմ։ Շնորհակալ եմ շատ։ Եվ վերջում ասեմ, որ իմ ու քո ընկերներից լավագույն ընկերներից մեկը ասաց, «Ձին այսօր այս շաբաթվա մեջ աստղ ունես քեզ մոտ եթերում», ասում, «Ինձ մոտ տաղավարում միշտ աստղեր են գալիս, բայց այն աստղերն են գալիս, ում դռները ես պետքա բացեմ, որովհետև ինձ պետք չեն այն աստղերը, որը նաև հեռախոսը զանգ չեն վերցնում, որոնք նաև ծնվել են ինձ մոտ եթերում դեռ տարիներ առաջ։ Ինձ պետք են եթերում լինեն այն մարդիկ, ովքեր ունեն ասելիք, ով ուզում է ինձ մոտ լինի տաղավարում եւ ով էլ մատաղ սերունդ է։ Ես ամեն բան անում եմ, որ հենց նոր սերունդը ինձ մոտ լինի, տենց բարկա չի, ասում են, դե ինքը ճանաչված չի, մենք չենք կարող իրան եթեր թողել, բայց չէ որ բոլորս ենք տենց եղել Ռաֆ ջան։ Իհարկե։ Այնպես որ դու ինձ հասկացար։ Այո։
Ես քեզ շատ սիրում եմ եւ շնորհակալ Ես եմ։ եմ քեզ սիրում եմ։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր անդավաճան հետևում են Ակոպովնային եւ միշտ սպասում են հետաքրքիր թողարկումներ։ Միջև հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկեր Ռաֆն էր եւ ձեր Ձինա Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում։ Բարինը ձեզ։ Même si le chemin nous paraît incertain, je garde en moi une lueur pour demain. Դու հիմա հեռու ես, բայց մենակ չես, ու տունն է քո այստեղ, դռներն են բաց. Chaque voix est une lumière, chaque rêve un pont de pierre. Et même si parfois ton cœur se serre, Շունչն է սրտերում մեր լեռների, Որը հայրենիք ինձ կբերի, Ու թող ջանվանները աշխարհի հերուներից այստեղ բերեն ամեն հայի. Ուժն ու սերը մեր միասնության, Ճանապարհն է մեր երջանկության. Chaque larme est une rivière, chaque pas est aussi clair. Et même si parfois